ժողովրդով ասեք, էլ ինչ է կարել այս ընթացքում։ Խորհրդի նիստերը շարունակվում են, դուք հաճախականությանը կարծում եմ հետևում եք, բավականին հաճախ են այդ նիստերը հրավիրվում։ Մինչ այս պահը քննարկել ենք ազգային ժողովի լիազորություններին առնչվող հարցեր, ընտրակարգին վերաբերող հարցեր, կայուն մեծամասնության առնչվող հարցը դրվել է քվեարկության եւ հաստատվել է, որ առաջին ընտրություններից հետո այդ մեխանիզմը չի գործելու։ Քննարկվել են գլխադասային հանձնաժողովների լիազորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես հաստատվել է այն կոնցեպտը, որ այդ հանձնաժողովները հնարավորություն են ունենալու խորհրդատվական կարծիք տալու գործադիր մարմնում պաշտոններում նշանակվող անձանց վերաբերյալ, ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ դրույթն է ընդունվել, ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ դրույթն է քննարկվել եւ ընդունվել։ Վերջին հանդիպման ընթացքում քննարկել ենք դատախազական համակարգի հետ կապված կարգավորումները, քննարկել ենք հնարավոր տարբերակներ դատախազական խորհուրդ ունենալու, որպեսզի այդ բրգաձև կառուցվածքը ինչ որ առումով մեղմվի դատախազական համակարգում եւ մի շարք այլ կարգավորումներ։ Եվ որ ասում եք ինքնալուծարումը եւ նաեւ մի քիչ բացեք դա եւ կարծես թե ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված եւս էական փոփոխություն։ Ընտրությունների այս պահին ինքնալուծարման որևէ մեխանիզմ նախատեսված չի, այն դեպքում, երբ որ ազգային ժողովը ցանկանում է ցրվել ժողովրդական լեզվով ասած, մենք այդ հիմքերն ենք նախատեսում սահմանադրական, որպեսզի արհեստական այլ ճանապարհներով լուծարման, այո, որ այդպես չլինի, ավելի պարզեցված ազգային ժողովը ունի կամքը ինքնալուծարում, այսինքն X% նախաձեռնությամբ եւ X% քվեարկությամբ, այս պահին չեմ հիշի, գուցե 1/3 առաջարկով, բայց չեմ հիշի եւ 2/3 քվեարկությամբ կամ 3/5 քվեարկությամբ, խնդրում եմ որպես դոգմա այս թվական տվյալները չընդունել, որովհետեւ իրապես չեմ հիշում այս պահին։ Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ապա ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից գտանք ճիշտ, որ հիմնական առաջին ընտրություններից հետո եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլին, այլ լինեն նոր ընտրություններ, նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրությունների։ Մեծամասնություն ունեցող ուժի որոշակի նախընտրություն կամ գերակայություն։ Երկրորդ ընտրությունների ժամանակ ոչ։ Հավասար պայմաններով գնում են 0-ից, այսինքն մեկնարկային կետից 0-ական, նորից լինելու են նոր ընտրություններ եւ նոր ընտրությունների արդյունքներով, եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք որ այսօր կան։ Տիկին նախարար նախորդ շաբաթ ազգային ժողովին դիմադիր խմբակցությունները լսումներ էին հրավիրել քաղբանտար